Բարի լույս, իմ շատ սիրելի ոնց բռնում, որ լավ եղել, երևից եմ ավելի լավ է։ Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հատ դանդաղ քայլեմ, որ չշարժվի։ Ոնց եք, հուսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր օրը կիրակի է, օրհնյալ օր լինի բոլորիս համար, լավ օր լինի, լավ անցկացնենք մեր կիրակին, սիրելի հետևորդներ, ամեն օրվա նման, իմ նույն ճանապարհն է, բայց սրանից առաջ մի քիչ առաջ նկարահանել եմ այդ նկարը մեր մասիվից իջնում են, այդ ճանապարհն էր Գայի արձանից ներքևներ էլի դա այդ կողմն եմ նկարել մասիվցիների համար, ովքեր երկրներում են մնում, օտար երկրներում են մնում, կարոտած կլնեք մասիվին, դրա համար նկարեցի, մաքուր օդ, միշտ կոմիտասում մաքուր օդ է, իսկ մեր մասիվում շինարարություն են անում, ճանապարհ են քանդում, ոչի մեջ կորած է, մի քիչ է սառնա, չնայած այսօր 24 աստիճան է տալիս ջերմաստիճանը, վաղը 27, մյուս օրը 27, մի քիչ թեթև է փակվել, չտա մի քիչ մրսում եմ, բայց հեսա որ գնամ տուն, այնտեղ թևով շորում է, տուն է գնում փոխվում է, գնամ հետի կհակնեմ չեմ մրսի, ոչինչ։ Հատած սիրելի հետևորդներ ջան, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, գրվեք ձեր մեկնաբանություններում, սիրելիներս, կգնամ առավոտյան էլ միասին սուրճ կխմենք, առավոտյան Էրիկը քնած է, դրա համար երկարապարկում, դրա համար միասին չենք առավոտյան սուրճը խմում, ինքը երբ կարտանա, նրա հետ է իրան հետ նորից միասին սուրճ կխմենք։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, դե լավ մնացեք, կհանդիպենք մի քիչ հետո։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր ինչ եք պատրաստելու եմ սնկով, աճարով փլավ։ Հիմա չգիտեմ դուք ոնց եք պատրաստում, բայց ես ջուրը լցրել եմ, երման ջուրը լցրել եմ, արդեն կեռա, աճարը լցնում եմ, որ եփվի։ Հետո կասեմ ինչ եմ անելու։ Աճարը լավ լվացել եմ, ջուրը մաքուր ա եղել, նոր դադարեցրել եմ լվանալ, հիմա կթողեմ աճարը եփվի, սիրելի հետևորդներ, հիմա սունկը կբերեմ, սունկը քանի որ ջերմոցի սունկ է, մի քիչ դե սունկը գիտեք վտանգավոր է, դրա համար սունկն էլ պետք է մի հատ լավ եռացնեմ, ջուրը դատարկեմ ու նոր սոխառածով պատրաստեմ, նոր լցնենք մեր պատրաստի աճարի վրա, սիրելի հետևորդներ։ Հետևորդներ, հիմա սունկը լվացել եմ, երեսը չեմ մաքրում, մաքուր է, պետք է չի մաքրելը, ասեն 4 մասի եմ բաժանում սունկը, եթե մեծ է 4 մասի ենք բաժանում, եթե փոքր է 2 մասի ենք բաժանում, հերիք է, մի հատ եռ ենք տալու ու անջատենք, որտև կարող է, շատ գիտեմ, վախենում եմ թունավոր չլինի, մեգոնե մի հատ եռացնենք, իրան ջուրը դատարկենք, ես հատուկ ջուրը արդեն եռացրել եմ, ստակ ուժեղացնեմ,
Տեսնենք, որ քիչ չլինի, նորից կավելացնենք, ծավալել եփում աստեղ, թող եփվի դանդաղ, ասենց կտարտում լցնում ենք բոլորը սիրելի հետևորդներ, սիրելի հետևորդներ, մոռացա ասեմ, որ ես ճիշտ ասած առանց կտրելու գցեցի, այս գլուխները կտրում ենք, այսպես ու նոր ենք սենց կտրում, գցում, ես խոսքով ընկա, մոռացա, հետո հանել եմ, կտրտել, նոր լցրել մեջը, անպայման այստից կտրում ենք, շատ չէ, մի քիչ, վերջացրինք, հիմա թողնենք մի քիչ եռա, ոնց որ ես մի հատ չեմ կտրել, մոռացել եմ ու չեմ կտրել, Եվ թողնենք եռա, արդեն ուզում է եռա, Հինգ ռոպե, 3 ռոպե կնայենք էլի, ես այդ սնտ չէի պատրաստել, բայց որոշեցի, որ այս տարբերակով պատրաստեմ։ Հետո նորից կհանդիպենք հետևորդներ։ Դա գալիս է։ Սիրելի հետևորդներ, դե նայեք, սունկը արդեն երում է, հեսա մի 2 րոպեից բան կանեմ, կքամեմ, այստեղ էլ մեր ծավալն է երում։ Սիրելի հետևորդներ, հիմա սոխառածն ենք պատրաստում, թողնենք սոխառածը լինի։ Հետո համեմունքները կլցնենք։ Սիրելի հետևորդներ, հիմա կլցնենք սունկը։ Կլցնենք համեմունքները, խառը սև պղպեղ, կարմիր պղպեղ, ինչ որ տունը ունեք։ Մի կես պճեղել սխտոր եմ գցել, ճիշտ ամեն էլիկը չի սիրում սխտոր, մի պուջուր եմ գցել։ Եվ թողնենք տապակվի։ Ստեղ էլ մեր աճարն է եփվում։ Սիրելի հետևորդներ, թողնում ենք մի լավ տապակվի։ Սիրելի հետևորդներ, հիմա պատրաստ է մեր սունկը սոխառածով, պետք է լցնենք աճարի վրա։ Քիչ սնկի վրա աղ եմ ցանել։ Հիմա կտեսնենք, եթե աղը պակաս լինի, կցանենք։ Ջրանջրից լցնենք, օղողենք։ Մեր մեծերը սենց էին անում։
լատեսնենք աղը ոնց է։ Չէ, աղ պետք է ցամենք։ Լավ։ Այս մի քիչ կարակ ենք ավելացնում։ Սիրելի հետևորդներ, կթողնենք մի քիչ կերա, մի քիչ կցամաքի, շատ չեմ թողնելու ցամաքի, որ մի քիչ հարմար լինի, որտեվ երևի կպրոթեզ է իրանով, որ կարողանա նորմալ օգտվել։ Թողնում ենք երա, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեր սնկով աճարը պատրաստ է։ Հլա տեսնենք ինչ համ ունի։ Մի քիչ լցնեմ, հովանա, տեսնենք ինչ համ ունի, սիրելի հետևորդներ ջան։ Առաջինով համը չզգացի։ Անտիր, վայ չտողի։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ վերջացրեցինք մեր հոլովակը, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, ինչու չի գրվեք ձեր մեկնաբանություններով։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։